բարև ձեզ նորմալ ժողովուրդ, ուրեմն մենք այսօր, այսինքն ես իմացա, դուք էլ բնականաբար իմացաք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, եթե կարելի է քննարկության այդպես կոչել, չնայած ամոթ է այդ բառը, միտեղ որ Սեդար Սաֆարի նման ագարկ է նստածել էլի Սահմանադրական դատարան, այդ պոռնիկը, որին որ ես ճանաչում եմ 2015 թվականից, փողով գործանողը, օրինական ճանաչեց այս ընտրությունները։ Ասիկ ինչ կնշանակե Երևանյան 20 շենքի լեզվով, մեր հետագա գործողությունները։ Ասիկ կնշանակե, որ դոկուսակցությունը, քանի որ միակ ընդդիմությունն, այնտեղ ընդդիմություն չկա, գոյություն չունի, գնաց բոլոր օրինական ճանապարհներով, գնաց ժողովրդավարության ճանապարհներով, լեգալ ընտրություններ էինք ուզում, թափանցիկ, որով որ Հայաստանում լինեին թափանցիկ ընտրություններ առանց փող բաժանելու, առանց վարչական ռեսուրսի, բայց մենք տեսանք, որ փող էլ բաժանվեց, վարչական ռեսուրսել օգտագործվավ, դաժե հանրապետության վարչապետ կոչված Բոզի տղեն հելավ հայտարարեց, որ այնքան փող է բաժանվել, որ էական ազատությունը թողել ընտրությունների ասուկի վերեն, այդ հելմենակ այսպես կոչված է օլիգարխների մասով, իսկ օլիգարխները իրանց հերթին մեր հետ միասին նայել, ապացուցեցին, որ վարչական ռեսուրսը օգտագործել, որ էական ազատությունն է թողնել ընտրությունների վրա, բայց այդ կուլտուրական, ժողովրդավարական Եվրոպայի լիդերնիկը աղտեցին թափանցիկ ընտրություններով։ Հելանք փաստերով, ամեն ինչով գնացինք Սահմանադրական դատարան, այնտեղ էլ խտրեմ, հելան հայտարարեցին, որ անտիր ընտրություններ ան, նրանք վաբշե սրին ծպնին Սահմանադրական դատարանը, դաժե փող բաժանելը, սա ասում է օրինական է, լավ է եղել, ճիշտ է եղել, սա ինչ է նշանակը, սա նշանակում է, որ մենք գնացինք բոլոր օրինական ճանապարհներով եւ մեզ ամենուրեք ասեցին ոչ, օրինական ճանապարհով, դեմոկրատական ճանապարհով մենք չկարացանք հասնենք մեր մուրազի։ Այստեղ ինչ է ալնում, այստեղ նմա, ինչ պիտի լինի հետագայում, պատմության մեջ նման դեպքեր շատ են եղել։ Ավարտվել է Ավրորա հացանավի կրակոցով, փոմ, չէ՞։ Ուրեմն նախ, այս իշխանությունը չի կարող զիքել մեկ տարուց ով է։ Եվ հաջորդ քայլը ինչ-որ կանի Վարդախոկասյանը չհանձնվելն է ամենառաջինը, չկոտրվելն է, չվհատվելն է, մնացածը ես մի գեղեցիկ օր, մի գեղեցիկ պահի կասեմ ինչ ենք անիլ եւ անելու ենք փառահեղ գեղեցկությամբ, կողած ունենալով ինչ-որ մեկի կարծիքը, որովհետեւ մենք բոլոր օրինական ճանապարհները սպառեցինք, ունեցածով։ Դե հիմա որ ասում է против лома нет приема, если нет другого лома։ Ասիկ մեկ, երկրորդը ինչ եմ ուզում ասել, երկրորդ ուզում եմ ասել, որ իշխանության եկան նախկինները և այս ներկաները նորից, շնորհավորում եմ այն մարդկանց, որոնք որ հանուն փողի, հանուն վարչական ռեսուրսի, հելան գնացին քվեարկեցին, հիմա ընկել են քաքը, ինչևից է, ես ուզում եմ, որ ես մի տարի, կամ ես 6 ամիսը, ես ուզում եմ, որ մի ձմեռ, այս ժողովուրդը, իամ աշկի վրա զգա, բոլոր այն դժբախտություններն ու այն վատ կողմերը, որոնք որ ես ասում էի, որոնք որ բացատրում էի, որ ինչ է լինելու ձեր հետ, եթե դուք հանուն փողի գնացիք եւ ձայն տվեցիք, հանուն վարչական ռեսուրսի գնացիք եւ ձայն տվեցիք, դուք թքելու եք ասոյի փայտիկին։ Ես ուզում եմ, որ հիմա այս Հայաստանում ապրողների գերակշիռ մասը մի հատ յամաշկի վրա զգա, ինչա դա նշանակում, որ հետագայում, այսինքն 2027 թվականին արդեն խեղճերը գլուխները հավաքած էին եւ արդեն նորմալ կերպով դուրս գան փողոցային պայքարի, որը որ բնականաբար չի առաջնորդելու ոչ տաշիր տուպոյ երևույթը, ոչ Դոդի Գագո Բոզից տղեն, ոչ Ռոբիկը, ոչ էլ ինչ-որ մեկը։ Փողոցային պայքարը կամ այսպես ասած против лома нет приема պայքարը առաջնորդելու է մի մարդ։ Այդ դու գիտեք ով է, ես համեցեմ, անուն չեմ ասում։ Գուշակեք սրոխրան։ Այնպես որ հիմա թող մի քիչ իրանք մաշկի վրա զգան, իրանք կերած քաքը, իրանք էպես գործը։ Այդ յուղացիներն արդեն զգում են, հələ չնայած ոչ ամբողջությամբ, հեսա աշունքը լրիվ են զգալու,
Աշունքը լրիվ են զգալու նաև այն ժողովուրդը, որոնք ապրում են բազմաբնակարան շենքերում, սեփական տներում, եւ խնդիր անելու գազը, մազը եւ այլն վճարելը։ Եվ այլն, մի բխոսքով, ես ուզում եմ, որ անպայման այդ ցավը իած մաշկի զգան, որ հետո ես իմ ասելիքը անպայման կասեմ։ Իսկ նորմալ ժողովրդին, իմ ժողովրդին, ես օրդորում եմ չվհատվել, չկոտրվել, բայց դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք վհատվելու եւ կոտրվելու։ Ես մի տարբերություն ձեզ գտնվելով 17 ամիս համակենտրոնացման ճամբարում ամերիկյան դատական իշխանության, այսպես ասած, անփութության, շատ մեղմ եմ արտահայտվում, անփութության պատճառով ամերիկյան դատավորների անփութության պատճառով նամալավատ էմիգրացիոն դատարանի, ես 17 ամիսը խոշտանգվում եմ, բարեց ամենաբուն իմաստով, խոշտանգվում, արևի երես ռեսեպտով ենք տենն, նորմալ սնունդի կարոտ ենք, եւ այլն, հակասանիտարական պայմաններ, հանցագործները գտնվում են դրսում, Ամերիկայի քաղաքացիները, չհանցագործները գտնվում են բանտերում։ Գալում է մեր աշկերաչ հանցագործածը գալում է 40 օր հետո, մի ամիս հետո, 5 ամիս հետո, 6 ամիս հետո պատալոգ, գնում է նորից դուրս, իսկ մենք փախստականներս, միգրանտներս, ովքեր որ հույս են կապել, այսպես ասած, այս երկրի դատական համակարգի հետ, փտում ենք այսօր այս երկրի բանտերում։ Ինչի համար մենք էլ չգիտենք։ 17 ամիս խեմ նստած ես էլ չգիտեմ։ Վերակրիչ դատաներ ասես սխալ ես դատե, հետ գնացեք նորից դատեք։ Էս հա։ Իհարկե մենք նոր դարձ սկսելու ցանկություն ունենք, մենք գիտենք ինչ կանենք։ Ինչևից է, եթե ես չեմ կոտրվել, եւ եթե ես 17 ամիս իմ մորը չեմ տեսել, այս վերջի ժամանակները վաբշե չենք տենում, որովհետև նամակագրական կապ թամամ չկա, տեսազանք իմ համար գոյություն չունի, միայն բանը փաստաբանները։ Այսինքն ես ստեղ խոշտանգվում եմ, մի գեղեցիկոր այս երկիրը պատասխան է տալու, այս կառավարությունը պատասխան է տալու, այն ամեն ինչի համար, որի միջով ես անցել եմ, որովհետև սա խոշտանգում է, ես բանտարկյալ եմ, ես ասում եմ բացեք ես գնում եմ, ասում եմ չէ, հիմա էլ չեն կարած, հիմա դել եմ ինչ են ասում, եթե չեմ կոտրվում, դուք կոտրվելու իրավունք չունեք, դուք վհատվելու իրավունք չունեք։ Այո, Հայաստանում այսօր լիքն են խոշոր եղջերավոր անասունները, լիքն են դավաճանները, Ռուբեն Ռուբենյանը ինչ բոզդից տղա է, որոնցով էլ ազգային ժողովի նախագահ, ասում եմ Ռուսաստանի գործընկերն էլ այն շնորհավոր։ Սա դի մամային ծծծնեմ, թե քեզի Ռուսաստանից մեկը զանգի շնորհավորելա, տունդ քունեմ բոզդի տղա, հա, կամ են բուղեն, կապական բուղեն, որ ասում է, ում երեխեքի գլուխն եք ու զմուտեք, որ Ղարաբաղը հետ բերեք, տունդ քունեմ, խի հող հետ դելը, գլուխ ուտելով, դուք եք երեխու գլուխ կերեք, նա, եթե եկավ ասավ դրաստը, բոլորը, դո եդինի գնալու են բանակ, բոլորը, առաջին հարուսներ երեխիկը, երկրորդ շարքում դուք եք ելնելու, բանակ չծառայած դեպուտատներով ու կառավարության անդամներով, երրորդ շարքում պայմանագրայիններն ու կամավորականներն ելնելու, չորրորդ շարքում ելնելու են ժամկետայինները։ Հողը աղինով են պահում, ինչ է դրանը, Վահագին ինչ խրրիս գլուխ է, խախ պիտաղա, ոչ մեկ հո համար հող պարտավոր չի պահելու։ Եվ ընկեր Էրդողանը ես էլ ասեմ, ես այս հատվածը խտրում եմ, կտրեք և տարածեք, ընկերին ադմիններ, խտրակ, սա որպես հրաման և խնդրանք։ Ընկեր Էրդողանը, որ հլում հայտարարում է, մենք ոնց որ լուծեցինք Ղարաբաղի հարցը, տենց եկը լուծենք Իսրայելի հարցը, և ոչ մեկ չի ասում, ընկեր Էրդողան, դու այդ հարցը չես լուծել պատերազմով, դու լուծել ես քո շպիոններով, քո լրտեսներով, դուք սա լուծել եք կաշառելով Սերժ Սարգսյանին, կաշառելով Նիկոլ Փաշինյանին, բերելով դելով ագենտ, եւ այս բոլորով հանդերձ կռվել եք հայ զինվորի դեմ կռվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, հայ զինվորի դեմ կռվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալի ծետը, հայ զինվորի դեմ կռվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան եւ հայ զինվորի դեմ կռվել է ադրբեջանական զորքն ու բանվասկանները եւ միայն դրանից հետո 44 օր հետո դուք կարողացաք հասնել ձեր նպատակին։ Հայ զինվորին դուք թույլ չեք տվել որ կռվի։ Քերբաջարը դու վերցրել ես առանց կրակոց, Էրդողան։ Ղարաբաղը դու վերցրել ես առանց կրակոց, Ղարաբաղի ղեկավարությունը $1.5 միլիարդ սպառազինությունը չօգտագործեց ձեր դեմ, ժողովրդին դուրս անեցիք լերուզմ դուրս գնար, են էլ ռուսները վեկալա տվին Թուրքիը տարանքին Բաքվի դեպ ու դեղեպի սատկ են դրանք, որտեղ դրանց պատճառով գնաց Ղարաբաղը, իսկ Իսրայելում Նիկոլի ու Սերժի նման կամ Ռոբիկի նման բոզի տղեկ նստած չկան, կարող է մեկ-երկու գործակալ Իսրայելում ունենաս, են է շուտ հոչ Մոսադը բռնելու ծոցոցնեի։ Դու Իսրայել չես կարող ոչնչացնել, Իսրայելը կոչնչացնի քեզ, բեղավոր գանտոն։ Շուտ
թե ուշ կոչնչացնի, Թուրքիա չպիտի լինի։ Դուք երկրորդներ եք այս տարածաշրջանում 1453 թվականից սկսած։ Ինչ եկեք չեք եկեք այդ տարածաշրջան, զաքելով Կոստանդնոպոլիսը ու կողի հարևան երկրները օր արել չեք տվել ոչ արաբներին, ոչ հույներին, ոչ հայերին, ոչ վրացիներին, ոչ մեկի, ոչ հրեաներին, կոտորի ու կոտորե եւ ոչ քրդերին։ Բոլորին կոտորել եք։ Եկե ու չեք եկե։ Այսօր դու եկել ես խոսում ես ժողովրդավարությունից կամ չգիտեմ ինչից ընկեր Էրդողան։ Դու հայ զինվորին չես հաղթել։ Ղարաբաղի հարցը դու լուծել ես նորից եմ կգնում շնորհիվ Սերժի եւ Նիկոլի Թմի ու Նիկոլի նման բոզի տղեկի, որոնց որ դուք փողով առել եք, բերեկողել եք իշխանության եւ այն Ռուբեն էջ պորրիկի ծնունդա, դրա նմանն էլ Բերգզիկ ազգային ժողովի նախագահ։ Այդպես եք լուծել շուտ, թե դրանք բոլորը կանգնելու են ժողովրդական դատարանի առաջ։ Народный суд Սովետի ժամանակ արտենց բան։ Ժողտա Великая Тройка, այ կանգնելուն այդ Великая Тройкայի առաջատեն հետևանքների մասին բնականաբար գիտեք ինչ անում Великая Тройкան 37 թվի։ Հիմա հելել է Իսրայելի վրա մատապտանել եւ Հայաստանից որևիցե միակ քաղաքական ուժ չի նմասում այ Գանտոն։ Դու ո՞ց վեկալար Ղարաբաղը։ Դու ո՞ց վեկալար Քելբաջ, առած Կրակոսի Քելբաջը հնալա Շուշին, ճամփեն բացինասին համեցեք։ Ու այսքանից հետո հապարտանում է թե այո դուք վեկալ եք մենք ճանապարհով, բայց ոնց որ ասում է победитель դեսուզը։ Այդ տուն դրակիր ընկեր Էրդողան չի անցնելու Իսրայելի նկատմամբ։ Ես հասցրած եմ կանչում որ Իսրայելի դրոշը մի օր ծածավի Ստամբուլի գլխին։ Խախտի տղեկ։ Ինչևից է դուք ինքներդ նայեք, որ այսօր Հայաստանում ընդդիմություն չկա, գոյություն չունի։ Տաշին ասում է ես եմ ղեկավար, դու քոտան ես ղեկավար չես, չանո, խե դու կարաս ընդդիմություն ղեկավար ես ընկեր Տաշիշ։ Նույն օրը, նույն վարքյանին Աննա Վարդապետյանի նման ագարկեն ֆեդերալ նշանակության պորնիկը իա դլոն կտաշի քո դեմքին, կասի տաշիշ դլոս, անասուն տուպոյ կյոտ։ Ընդդիմությունն ուզում կամ քոչոլ։ Նու վարքյանին քերական գործերը ոռնացած կուղարկեն Վարդաշեն։ Չկա ընդդիմություն։ Եթե ընդդիմությունը իսրա Աննա Վարդապետյանի նման ագարկին կասեն աղբի տղայից կամ փոխկեզ որդից, որ մի հատ էլ մարդ ունեցել։ Այդ դոտն ընդդիմություն, Աննա Վարդապետյանը նայած կտտասնի դոտին ուղեղի միջից, եթե այնտեղ вообще ուղեղ կա, մազանոթերը հաշատ է կտրակեն եւ դոտ ամենակարևորը։ Ես համոզված եմ, որ մի գեղեցիկ նոր տարի քո սախ խնամիները նամանավանդ ես գալու եմ քո տուն այն մեծ կմբետի տակ նստեմ կնգատ կողը ջավայրի ես ջավայրին հարգում եմ ջավայրը լավ մերը նստելու է դաշնամուրի մոտ բայց սախ խնամիները նոր տարվա հերոսների դիմակներով Կայլի, մալի, ինդեղ տելեպուզիկ բան մտնելու են, միած երաշտություն կայ, պատրաստել ենք մենք, նոր տարվա հանդես, այդ երաշտության տակ, տիկի ռոզա նվագելու, խնամիներ հատ գալու են, քո զալի մեջտեղը շռեն վրետ, սախ հերթով, իշքան խնամի ունես, մենք ես են ծապտալով ձունիկներ, կարմիր փուչիկնի, այդպես բաներ թապայելու ուրախանալու ենք այդ նոր տարին, երևի 27 թվին ու ես ասել եմ, Happy New Year, բոզի տղա, այս կանը, շնորհակալություն, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։